Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ի պատում, Սասունա Դավիթ, պատմեց Մշեցի Հարություն Դավթյանը, գրի է առնված 1915 թվականին։ Դավթի կռիվը Մսրա Մելիքի հետ։ Առաջուց Սասուն թանկություն կտիր է, սով քուխլա։ Պատճառն ինչ է։ Օխտ տարի ու շապը կբնակռի Սասնա սարերն ու լեռներ։ Ոչ մի մարդ կարող է երթալ լուծկենելու, վարենելու։ Այդ պատճառով օխտ տարի թանկություն կլինի։ Օխտ տարին որ կլրանա, մեկ 12 տարեկան տղամը հարցուց իրան հայրից, պատճառ ինչ է, որ դուք չեք երթա հաց բերելու, մենք սովամահ մեռանք։ Հայրը վերցուցեց զավակս, մեկ ուշակն բնակրել է մեր սարեր, որ մենք երթանք սարեր չուտենելու կամ հաց բերելու, ուժ կենեք, իքա կուլ կիտա մեզի, են խաթրուն մենք չենք կարող դուրս ելլալ։ Նորեն անգամ այդ 12 տարեկան տղան ասեց, պապե, մոտևանց կուլ կիտա, չէ հերևանց։ Հայրը վերուցեց, հերևանց չէ ասեց, մոտևանց, են տեղից սարերուց տեսնելուն կիկա, վշշալով բռնե կուլ կիտա։ Սաբատան տղան շուտ ելավ իրան շորեր հագավ, մեկ Սասունա կեր խանչալ մկապեց վրան ու տնեն ընկավ դուրս գնաց դաշտեր։ Շատ գնաց դաշտեր, Սասունա լեռներուն մոտեցավ։ Ուշապն լեռներուց տեսավ տղին։ Ուշապ շտապեց, եկավ տղային կուլ տալու։ Ուշապ հասավ տղային, առան իրար կռվան։ Ուշապ չկարողացավ կուլ տալ։ Տարանց իրար շատ բերեցին, տղան իր խանչալով ուշապին կտրտեց։ Տղան երբ որ ուշապին կտրտեց, անուն տրվավ Առյուծաձև Մհեր։ Երբ որ ուշապին ջարդավ, նորեն ամեն տեղ Սասնա մարդեր քնացին, իրանց հացեր Տիգրանակերտա ու մշու ամեն տեղից բերին։ Առատություն ընկավ իրենց մեջապրվան։ Երբ որ Մհերը տերեց, ինք մեծացավ, իշխան եղավ, Սասունա ու գավառներուն տիրապետեց։ Քանի ապրեց Մհեր իշխող էր Սասունա ժողովրդին եւ գավառներուն։ Ինքն է մեծ ցավ, իրակին սարեն էլ մեծ ցավ։ Մհեր ու իրակին սարեն գիշեր ցերեկ մտածում են, ով Տեր Աստված, մեզանից ժառանգում չեղավ։ Մենք ծերունցանք, մեր անցման ետևով կելնա Սասուն տիրապետե։ Տեր Աստված, Սասուն չընկնի ուրիշի ձեռք։ Աստված ճամփեց հրեշտակին մեկ օր գնա ասեց, Մհերին ասե քեզ կելնի որդիմը անուն Դավիթ, բայց դու կմահանաս, քուքին կմահանա։ Հրեշտակն եկավ Մհերին ձեռ տվեց, էլիր ասեց, քեզ կելնի որդիմը անուն Դավիթ, բայց դու կմեռնիս, քուքին Սարալ կմեռնի։ Ինք հեշրցավ, ելավ իրան արախչիներն գլխեն վերուց ասած, փառարած Աստված, հմեն ընձի որդիմը կեղնի, Սասուն տիրապետի չընկնի ուրիշի ձեռք, փառք տվեց։ 9 ամիս, 9 օր, 9 սահատ, 9 րոպե երբ որ թամամավ, Սարան պարկավ բերեց տղա, Դավիթը։ Նորեն անգամ Աստծու հրամանոք էր, Մհեր ենտեղ մեռավ, իրակին Սարանել ենտեղ մահացավ։ Մհեր մի օսյա տենեց իրացենով օհանախբոր։ Երբ որ մենք մահացանք աղբեր, իմ որդի Դավիթին տանիս Մսրա Մելիքի մոր մոտ, ժամանակով մենք քուր ու աղբեր ենք եղել, բարեկամություն շատ ենք ունեցել իրար հետ։ Երբ որ Մհերին տարավ, թաղեց, եկավ, վերուց զերեխային փաճուճ ու մսր գնաց։ Շատ գնաց քիչ, հասավ Մսրա Մելիքի քաղաք, Մսր։ Տարավ դրեց Մսրա Մելիքի մոր առաջ։ Դե Մսրա Մելիք քաջ էր, մերել է քաջ էր։
Մհեր ասել էր իմ զավակ կտանես Մսրամ Էլիքի մոր մոտ, 2 տարի, 3 տարի ծծե զուրկատ, 3 տարին թմմավ կերթած կբերես։ Ձենովը հան երեխան դրեց Մսրամ Էլիքի մոր առաջ։ Մսրամ Էլիքի մեր հարցուց, ես ինչ երեխա է, ասաց Սասունա Մհերի տղեն է։ Մհերի հետ քուր ախպերություն է կերեր, ինք լեկին լե մահացան է սիրազավակն է։ Ինք օսյա թերեց ինձի, ես լե բերեցի, որ կաթի 12-3 տարի երեխան մեծնա։ Մսրամ Էլիքի մայր մտածեց, ասաց, կեսիր իմ տղային կանչեմ տեսնեմ են լե կվերու, չի վերու, ընդունական է։ Մսրամ Էլիքին կանչեցին բերեցին։ Մսրամ Էլիք եկավ, ասեց, ես ինչ զավակ է։ Ասաց, եսիք Սասունա Մհերի տղեն է, ղրկեր է 2 տարի, 3 տարի ծից տալ։ Մսրամ Էլիք վերուց ասեց, մայրիկ էդ իմ բան չէ, վերուս դու գիտես, չի վերուս դու գիտես, բայց վերջոնք մր գլխի վրա ցավ կդառնա։ Նորեն մայր վերցուց ասաց, որդի, ինչ ցավ պիտի դառնա, երեխա է, կպահինք 2 տարի, 3 տարի, հորեղբարքի քա առնի ու երթա։ Երբ որ այդպես մայրն ասաց, Մսրամ Էլիք թողեց, քելեց, մայր վերուց պահեց։ 3 օր 4 օր մայրը պահեց։ Դավիթ Մսրամ Էլիքի մոր ծից չծծեց, մնաց անոթի։ Մայր կանչեց Մսրամ Էլիքին, մենք մեղած տակ ընկանք, ասաց, այդ տղային վերցինք, իմ ծից չի ծծի։ Նորեն անգամ Մսրամ Էլիք վերուց ասաց, մայրիկ, ես էնոր ասեցի քեզ մարնի, բայց վերցերիս վերցու։ Իրանց հարստություն շատ կա, ղարկե 3 բեր մեղր, 3 բեր լեկարակ բեր, պահես երեխեն 2 տարի, 3 տարի, բայց ինչ են էմելի մեր գլխի վրա ցավ ու դարդա։ Մելիքի մեր 3 տարի նոր պահեց, Դավիթ ելավ ոտի քալեց։ Քաջ մարդու տղե մեր, օր բզոր կմեծաներ։ Մեկ օր առավոտուն ելավ ընկավ դուրս գնաց տղեկներուն մեջ, որին ձեռքը բռնեց, տեղեն հանեց, որին չափալախ զարկեց, վիզը օլրեց։ Շատ տղաներ ու սախատեց, 10-15 տղայի վնաս ասուց։ Երկուն եղավ։ Տղակներու տերվանք տղեկ առան, եկան լցեցին Մսրամ Էլիքի դուր, բողոք ենեցին, թե մեր երեխաներ, որ այդպես մեր աչից առաջ երեցին, էլ մեր մնալի ինչ պետք է ես երկիր, թողինք հեռանանք։ Մսրամ Էլիք վերուց ասեց, Դավիթ երեխա է, չի ֆահմի ասեց, խնդրեմ այսօր թող այդպես անցկենա, բան չկա, առեք ձեր տղեկներ գնացեք։ Տղակներու տերվանք առանց իրանց երեխակներ, գնացին իրանց տներ։ Մսրամ Էլիք իրան մայրին կանչեց, մայրիկ, ես ենոր ասեցի Դավիթ մարն է, այսօր իմ ժողովուրդն ինձնից բողոք են հայտնում, մայրիկ, առավոտուն, որ գործի էլ լես, փակ է դուր վրեն մի թողնի էլ լիթուս։ Մայր ելավ առավոտուն, դուր խային փակեց վրեն։ Առավոտուն ելավ Դավիթ տեսավ բանցրցել էր արև։ Տեսավ դուր փակուկ է, ինքն մենակ էր ներս։ Աչքերը ձեռքերով բացեց, գնաց դրան ետև դուր հանեց, տեխեն ընկավ դուրս։ Տեսավ, որ մե բաղ կա այդտեղ, գնաց այդ բաղի մեջ, տեսավ եկքածառեր կա ու տղակներ շատ հավաքված կա այդտեղ։ Դավիթ մեկ բարձր ծառմը կզծրուց, ինք բռնեց ծառուպոչ ասաց, եկեք հեծնանք ցի խաղանք, տղեկ։ Տղեկներ եկան շարվան վրեն, հեծան ծառուն, ինք ծառուպոչ թողեց, ծառ կանգնեց։ Տղեկ թափան գետին, որ մեռավ, որ գլուխ կոտրավ։ Պետ մարդերու տղեկներ են, իրիկուն եղավ, առան եկան լցեցին Մսրամ Էլիքի դուր փողոքերին, խնդիր բան սրցրին, ասին դու մեր իշխաններ, առաջին անգամ ցեն չանեցինք։ Էլ հիմա մեր մնալն ինչ, մենք կքոչենք կերթանք ես երկրից։ Մսրամ Էլիք ու մարդիկ ժողով նստան ասեցին, փորձություն քաշենք, եթե խելք կտրեց, մեր դատողություն կենենք, եթե խելք չկտրեց ինչ ենենք, երեխա է։ Առավոտուն պետք է մեկ հասակրակ, մեկ հասալև ոսկի բերենք, տնենք մեջտեղ, ժողովքի հրապարակ։ Քանուս տղեն քեշենք, բերենք, Դավիթին ասենք, Դավիթ, գնա մեկ կևերու, եթե առաջին անգամուն
ձեր տարավ ոսկու քասեն, են օր խելք կտրեց, են օր վիզ կկտրենք։ Եթե առաջին ձերք տարավ քասայի կրակ, երեխայի խելք չկտրե, չի ֆահմ է։ Հանեցին Դավիթին քնոց, Դավիթ ելավ քնոց, ասեցին Դավիթ, քնե այնտեղ երկուսեն մեկ վերու։ Դավիթ գնաց առաջին անգամին ձեր տարավ ոսկին, Աստծու հրեշտակ ձերքս վրեց կրակին, երեցավ ձերք տարավ, լեզվին լեզուն էլ երեցավ, անուն մնաց թլոլ Դավիթ։ Նորեն անգամ դրանց ժողով կասած խելք չի կտրե, երեխայի, էլի ինչ ենինք։ Ժողով կքակվավ։ Երկու օր անցկացավ, ջուղապ բերեցին Սասուն, որ իգան տանեն։ Մեկ օր Մսրամելիք 40 քաչ փահլվան մարդիկ ընկերտանք հավաքվան ելան, պիտի երթան դաշտի մեջ հոլ խաղեն։ Մայրը վերուց Մսրամելիքին ասեց զավակս, երբ որ դուք երթակ ենտեղ հոլ խաղենելու, Դավիթին էլ տարեք, ենտեղ մուղատ կեցեք մինչև գաք տուն, էստեղ վնաս կհասցու տղակներուն։ Մսրամելիք վերուց մորսեց մայրիկ կտանեմ, վայ թե մեզի վնասներ հասու։ Վերուց մայրը ասեց զավակս, են երեխա է, դուք լեքաչ փահլվան մարդեր եք, տար հետդ վերցու գնա։ Մսրամելիք տարավ Դավիթին իր հետ գնաց։ Դավթին տրեցին ենտեղ դուստեղմը։ Իրանք առան իրանց խաղ, կանգնան էտենց հերու տեղրանք հոլ կչորեն, կնցուն իրար, Դավիթ եկավ իրանց օրթայի հոլ խաղանելու տեղ նստավ։ Երբ որ եկավ նստավ, Մսրամելիք կանչեց ասեց, Դավիթ հերու կեցիր, հոլ կբնակես կմերնիս, հերու կնա։ Դավիթ վերուց ասեց, բան չկա, էստեղ լավ է, ես կնստեմ հոդա։ Մսրամելիք հերսոտավ, հրեպլ է ես քաշեմ քո ձերք, ես կասեմ հեռացի, կեց ես տեղեն իմ հոլ չորեմ երթարնի իրան, սատկի պրծնեմ։ Մսրամելիք հոլ չորեց, պտի առներ Դավիթին, Դավիթ լե ձեր տվեց դեմ ըս հոլ դարձրեց, գնաց առավ 15 քաչ մարդերու վնաս տվեց։ Երբ որ տեսավ Մսրամելիք Դավիթ են բաներեց, իր քեվ դարձավ սուկ, են մարդերա ծառոք փառոք բերավ տուն, տարավ թաղեց։ Նորեն անգամ Մելիք կանչեց իր մայրկուն, ասաց, ահա մայրիկ, ես չէի տանե իմ հետ, դու ասացիր տար, ահա տարա, ասքան մարդերուն վնաս տվեց, իմ քեֆլ է դարձուց սուկ, մայրիկ մինչև այսօր, քեզ խաթր պահեցի, այսօր կսպանեմ Դավիթին։ Վերուց մայրը ասեց, որդի ասեց, մենք լե բարիք նենեցինք, պահեցինք, ես լե գիտեմ, արի դու քո ձեռոք մենի։ Առավոտ նորեղնի կանչե երկու մարդ տուրենոն ձեր թողարնեն երթան, պրե բատմանակ արմունջ կա, ենտեղ տանեն կարմունջից թալեն ջուր։ Մսրամելիք առավոտուն երկու մարդ կանչեց, ասեց, քանի օրեն որ հասնեք պրե բատմանակ արմունջ, որ հասակ, բռնեք Դավիթի ձեռներ, ոտներ թալեք ջրի մեջ։ Էդ երկու մարդեր ընկան իրանց ճամփան ու գնացին։ Էդ մարդիկ իրանց ճամփով կերթային։ Դավիթին կերթեր, ճնջուղ կբռներ ու ման կգեր։ Չուր հասան կարմնջին։ Ենտեղ որ հասան, էդ երկու մարդեր մտածին, ասեցին, կեցի Դավթին առնենք մեջտեղ, տանենք կարմունջի օրթայի մեջ, բռնենք ոտքեր, ձերքեր, թալենք մեջ ջրին։ Գնացին ենտեղ, բռնեցին Դավթին, որ թալեն մեջ ջրին, Դավիթ մի ձեր էդու մեկին, մի ձեր մյուսին նստեցուց ասաց, հապա ինչ կենեք ինձիկ։ Էդ երկու մարդ մեղա եկան Դավթին աղաչեցին, ասին, մեր տերն է մեզի, թամբայր է, մեր տիրոջ հրամանն է։ Դավիթ ասեց, երբ որ էդպես է ձեզի բան չէ մենի։ Դե դուք դարձեք ես կերթամ մեր երգրներ։ Դավիթ կարմունջն անցավ ենդեն, Աստծու հրամանով դուշ ճամփան ընկավ գնաց։ Դավիթ թող գնա դեպի Սասուն մենք դառնանք էդ երկու մարդու վրա։ Էդ երկու մարդ ասեցին, երթանք ինչ պատասխան իդանք Մսրամելիքին, երթանք առնենք երեխայի մշապիկ, հավասի շունը բռնինք սպանենք, էդ շապիկ թաթխենք շան արունի մեջ, տանենք իդանք Մսրամելիքին, էդպես լե երեցին։
շապիկ տարան տվին Մսրա Մելիքին ասեցին Դավիթին սպաննեցինք հավասի կեսիկն է Դավիթի շապիկն է Մսրա Մելիք վերուց այդ շապիկն իր ձեռքն առավ այդպես քամեց ու զարուն խմեց ասեց օխեշ հաստատվանք Դավիթ պտի ելեր մեր գլխի ցավ դառներ Դառնանք Դավիթին Դավիթ Աստծու պաշտպանելով գնաց իրանց գեղելով դուրս Ջուապ տարան Ցենովոհանին հավասիկ քո աղբոր որդի Դավիթն եկեր է Ցենովոհան Դավթին տեսավ իր արախչին հանեց 3 անգամ փառք տվեց Աստծուն ասեց Դավիթ գելա իր հայրի տեղ կբռնե 3 անգամ շուքը տվեց Աստծուն Ցենովոհան մտածեց Ինչ փորձություն քաշենք տեսնենք ինչ քաջություն ունի Դավիթ Բերեց Պողպտե սոլ շեքեց ոտքերով, բերեց, պողպտե փեջ շեքեց, դրեց ձեռք, լուսուն Դավթին դրեց քարներու հետ։ Դավիթ լիարավ զգարներ ու քշեց սասունալերներ, որտեղ լապստրակ մկար, որտեղ աղվես մկար, որտեղ փոքր ճանավար կար, այնքան օլրտավ սասունալերներ, հավաքեց, փերավ լցեց քարներու մեջ։ Այնքան սարեր ծորեր օլրտավ, օր պողպտե սոլ մաշվավ, օր պողպտե փետ մաշվավ։ Երեկոն որ եղավ, քշեց, բերավ հավաքեց գեղի մեջ, Ցենովոհան թյուրբին դրեց աչին տեսավ, Դավիթ սարենք իգա ասեց, թե մեր քարներ 100 էր, եղե 500։ Ու ելավ եկավ Դավթի առաջ, հասավ Դավիթին, Դավիթ վերուց ասաց, ես քորշուկոլեր շատ չարեն, զիմ հոգին առան։ Վերուց Ցենովոհան ասաց, ով որ քո առջև է զտոն կարեկո, ով որ կփախչի թող երթան սարեր։ Թողեցին քորշուկուլեր կացին սարեր, քարներ բերեցին երին գեղ։ Քանի օր այդպես անցկեցավ։ Մեկ օր լե Ցենովոհան բերեց նախիրի հետ փորձություն քաշեց ասեց Դավիթ քշեց ար նախիր Դավիթ քշեց գնաց սասունալերներ ինքն ելավ սարեր այնքան օլրտավ հավաքեց ճանավարներ բերեց նախրի մեջ ճանավարներ հայվանի պես կանգնան նախրի մեջ իրիկուն եղավ քշեց նախիրով եկան գեղ Ցենովոհան ելավ թյուրբին դրեց աչեր տեսավ 100 եղե 1000 Ելավ գեղացոց կանչեց ասեց ելեք փակեք ձեր տան դռներ Դավիթ գիկա գեղ տակն ու վրա ենի գեղական դռներ փակեցին մտան ներս Դավիթ քշեց նախիր բերեց գեղի մեջ իշես դռներ փակուկ էին ինք իրան փորած ասաց որին 5 էր եղե 10 որին 10 էր եղե 20 որին 20 էր եղե 40 բղավեց շատ փորած դուրս չեկան Նորեն Աստծու հավատիչավ իրան սրտին մեջ ինքն իրան զղջած ասաց փառք փարարած Աստված օրհնած իրան տեղ թող կենա անիծածներ քաշվին սարեր երբ որ այդպես ասեց Դավիթ անիծածներ քաշվան սարեր մալեր մնացին գեղի մեջ նորեն անգամ եկան գեղացիկ դռներ բացան առան մալեր ներս քանի օր այդպես անցկեցավ մեկ օր Ցենովոհան Առավոտուն բերեց դրեց հորթերու հետ Դավիթ քշեց այդ հորթեր գնաց Շատ գնաց քիչ սասունալերներից հեռացավ Դավիթ գնաց հեռու գեղի հորթերու մոտ հասավ տեսավ տղա մի հորթ հարած ասաց Եդիկ իմ հորթերուց է մնացել այսօր իմ հորթեր չի տանեմ գեղ Այդ տղան կռահեց որ սասունա Դավիթներ ասեց Դավիթ Գլխուտ արևոտ մեռնիմ, էսիկ իմ հորթերն է, ես եղջ տղա եմ, կերթապ գեղ, ինձիկը չորին, որ հորթեր չտանեմ, գլխուտ արևոտ մեռնիմ, Դավիթ ասաց լավ, դու պահեիր իմ հորթեր, ես քեզ կպահեմ։ Տղեն լե ասաց շատ լավ, միշտ եկո էստեղ, ես քո հորթեր կպահեմ։ Դավիթ օր կար գիշեր կտաներ, օր կար գիշեր կպահեր։ Էտոր այդ տղի շնորքներ ասաց Դավիթ հորթերու ժամանակն է քշի տար Դավիթ քշեց հորթեր եկավ Ցենովոհան եկավ առաջ ասեց Դավիթ ամեն օր այդպես
Խայդային կնա ու արի, Դավիթ ասաց որ եղբարի էդ իմ շնորհք չէ, բեռներ եմ աղբերեմ, ինք պահեր է իմ հորթեր, ես պահեր եմ զինք, Ցենովոհան ասեց, թղլնի նրա շնորհք Դավիթ, թղլնի։ Մեկ օր լելավ առավոտուն Դավիթ քշեց հորթեր, գնաց, տեսավ, որ տղա չկա, հորթեր չկա։ Այդ տղայի քեղլեցավ, հիվանդություն շատ կլնի։ Այդ գեղացիկ լե պատարակ կենին, աղաչանք կենին, որ Աստված փարատություն տա։ Այդ տղեն կասե պատարակ արցակվի, մեկի չած ուտե, մերթամ հասնեմ Դավթին։ Կանավ Դավիթ այդտեղ, կանավ այդ տղեն ենտեղ, պատարակ լե չարցակվավ, ասաց Դավիթ կբարկանա ճաշ լե չկերա ուշացալ է, շատ ուշացավ, ենտեղ են քշեց հորթեր, առանց ճաշի գնաց, եկավ Դավիթ ենտեղ կայնուկ էր, Դավիթ ասաց, հոտախ հորի անգնցար, տղեն ասաց Դավիթ, այսօր մեր կեղ սասմաժամ ենացեր, պատարակ էր, ճաշ լե չկերա քշեցի եկա, լավ ասեց Դավիթ ու հորթերուն մուղայտկեցի, ես քե ճաշ կհասցում։ Դավիթ գնաց այդ տղայի քեղ, տեսավ որ ճաշի կարասներ հանած է կալեր, որ ճաշ, ենին ճաշ ուտին։ Դավիթ հասավ կարասներուն ցերկ զարգեց, մի կարաս վերցուց դրեց ուսին ու դարձավ։ Երբ որ դարձավ, գեղացիկ ասին, վա, եթա ով էր տարավ ճաշը։ Տեր կրահեց դե սասունա գժերուց է ասեց, հաշկեցեք թող տանի ես գլուխ ուտե, չդառնա ըս գեղտակն ու վրա ենե։ Դավիթ հարի ճաշն առե գա, դառնանք այդ տղայի վրա։ 40 դև փայդակ եղնին, կիկան, այդ խեղճ տղայի 40 հորթի կառնեն ու կերտան։ Այդ տղեն նստուկ էր, Դավիթ ճաշն առավ են կողմից եկավ, տղեն գիլար։ Դավիթ վերուս տղին ասեց, ինչու կիլաս, հաջատ չէ, իդիկա ճաշկեր, իրիկուն լե կեր զաղն ու զեղ։ Վերուց այդ տղեն ասաց, ինչ եմ ճաշն, զաղն ու զեղ, դու գնացիր եկան 40 տև, զարգեցին իմ հորթերուց, 40 հորթ առան ու գնացին, իրիկուն կերթամ գեղացիկ չեն թողնի ինձ գեղ։ Դավիթ ասաց, մի լացիր, ճաշկեր, ես կերթամ քու հորթեր կբերեմ։ Այդ տղեն թող այդտեղ մնա։ Դավիթ քշեց բարձրացավ Սասունա լեռներու գլուխն ու տեսավ մե էր կար այդտեղ։ Դավիթ տեսավ, որ բան կա այդտեղ։ Կանավ է տերի գլուխ ու կանչավ խորուն ձայնով։ Դավիթի ձայն գնաց, հասավ այդ 40 թևերու ականջ։ Այդ թևերն էլ ասացին, իդա 7 տարի է, որ մհեր մահացեր է։ Էդ ուր եղնի, ուր չեղնի, մհերի տեղ ժառանք կելնի։ Չելի դրան երեխա է փայդա եղի։ 7 տարի որ մհեր մահացել է, էդոնք սասուն ավերած ու թալանած ու առած ու տարած ու կերած են։ Բալքի ասին, աղաչելով բերինք ներս, որ բալքի չի կոտորե մեզ։ Մեկ ելան դուրս, Դավիթ լե մեկի վիզ կտրեց ու լոր ընտեց դուրս, 40-ի վիզ լե կտրեց, ինք մտավերի մեջ, գնաց մեզ սենյակ տեսավ, որ բոլոր ոսկի զուգս ու զինատ լեցուկ է։ Հասեց, էդ լավ բան է։ Մեկ սենյակ լե տեսավ, մեկ քուրակ կապուկ է, շատ լավ ասեց, կանավ քուրկուն իշեց, վերուց ինքն իրան խոսած էսպես. հորեղբար, ես ոսկի հարստություն քզիկ, ես քուրակ ընձի, չես իտա ես քուրակ ընձիկ, չես իտա, սկեզ լե 40 դիվեցներուն պես կսպաննեմ։ Նորեն անգամ ինք ասեց, հետո հորեղբոր կողմանից ասեց, ինչ են եմ զոսկինս հարստություն ու քուրակ, բոլոր լե քզիկ։ Ապա դարձավ զինք իրան շնորհակալություն հայտնեց։ Դավիթ գնաց տեսավ, որ 40 հորթիկ մորթած մեկ խազանի մեջ լցած են։ Վերուց մսեր թափեց խազանից մեկդի, հավաքեց հորթու կաշին, բերեց լցեց պղնձի մեջ, պղինձ փիճեց ու ընկավ ճամփան։ Գնաց այն տղի հորթերու գեղ։ Պղինձ դրեց կալ, փորած ու գեղացոց ասեց, եկեք էստեղ, որ իրա հորթու կաշին կճանչի թղվերու։
Գեղացիկ հավաքվան եկան կռահեցին Սասունակ ժերիցն է, Դավիթն է։ Դավիթ նորեն անգամ ասեց. «Վերցեք ձեր կաշիքն, ես բղինձ լե ձեր մեջ ծախեք, ինչ կենեք։ Թե ձեր հորթեր 10 ոսկի արժեր, ես բղինձ արժե 20-30 ոսկի։ Դա հայելի ինչ կուզեք։ Գնացեք, գիտցեք, Աստված գիտե, թե մեկ իմ աղբոր բանը մսի, գեկամ ձեր գեղտակն ու վրա կենեմ, մի կորեկի հատ, մի վարձ որ կտրեք»։ Վերջին գեղացիկըսին կնա, Աստված քո հետ ըլնի կնա, մենք քո աղբոր բանմ չենք կսի։ Դավիթ դարձավ եկավ դեպի հորթեր։ Հալա ենտեղեն ենտեղ կիլար։ Դավիթ դարձավ տղային ասաց. «Արխային կեցիր, միլացիր, հեչ քեզի բան չէ նսի»։ Հորթեր արխային քշի տար գեղ։ Դավիթ քշեց իրան հորթեր, եկավ գեղ։ Տղեն լե շնորհակալություն հայտնեց, քշեց իրան հորթեր, գնաց իրա գեղ։ Դավիթ իրիկուն տեսավ Ցենովոհանին, ասեց. «Օրեղբայր, հայր չունեմ, ինձի հայրությունն է, առավոտուն ինչ որ կսեմ քեզի դուս իմ խոսքեն է»։ Լուսուն ելավ, Դավիթ ասաց. «Օրեղբայր, հավաքեք 40 ձի ու ջորի, ես գնամ առաջ, դու հետևանց քշե, արի երթանք»։ Գնացին, բարձրացան Սասունա լեռներու գլուխ, մոտեցան այդ էրին։ Ցենովոհան տեսավ, որ թևեք կա պարկուկ այդտեղ, ուզեցավ որ փախնե, տունը քանդված բերեց ինձի թևեցներուն կուլ կիտա։ Մտածեց Ցենովոհան ու դարձավ որ փախնի, Դավիթ տեսավ կանչեց. «Օրեղբայր, ինչի կփախնիս, Եդոնք ողջ են, ես չվախեցա իդոնց մե, հիմա եդոնք սատկած են, դու կփախնիս»։ «Չսավատա, ես եդոց ականջներ իմ չեբն է»։ Դավիթ հանեց իրա չեպեն ու լոր ընտեց առուն։ Ցենովոհան նորեն հավատացավ, գիտցավ, որ եդոնք սատկած են։ Գնացին կայնաների վրա, եկաների մեջ, քաշեցին այդ ոսկին ու զիքս ու զինատ, արծաթեղեն, բարձին 40 բեռ, հետո գնացին կայնան քուրկու վրա։ Վերուց Դավիթ ասեց. «Օրեղբայր, ես ոսկին, ես հարստություն, բոլորը քեզիք, ես քուրակինձիք չես իտա, քեզ լե կխառնեմ 40 թևեցներուն»։ Վերուց Ցենովոհան ասեց. «Ինչ ենեմ Դավիթ, զոսկին ինչ ենեմ, սկուրակ, բոլորը լե քեզիք»։ Նորեն ելավ Դավիթ, շնորհակալություն հայտնեց հորեղբոր մոտեն, հասավ, պաքեց քուրկու ճակատ, հեծավ, ընկան ճամփախ, եկան գեղ։ Դավիթ իրան սեր թալեց քուրկու վրա, ամեն օր կհեցներ, կոլրտեր, քուրկու հետ նեջրութեն կերթեր։ Օրերուց մեկ Դավիթ գնացեր էր, ընկեր էր խեղճ պարապի կորեկի արդ ու կտրորեր։ Պարապ տեսավ գեղից մի մարդ միցիով ընկուկ է կորեկի արդ կտրոր է։ Պարապելավ եկավ, տեսավ որ Դավիթն է, վերուց ասեց. «Կարած պատանք Դավիթ, Աստծու տակին մեկ կորեկի արդ ունեմ ես, դու լե եկեր ես տրորես, ճնճուղ կբռնիս, գնա ենտեղ, քո հայրն ուներ անմահական դրախտի տեղեր, նեջիրներ, խազալներ, շատ կան ենտեղ։ Եկեր ես իմար ճնճուղ կբռնես, քո հայր ուներ լավ տեղրանք, ես է 7 տարի է մեռել է, Մսրամելիք իրա սուրը քաշել է, տիրել է քո հար տեղրանք»։ Իդ որ Դավիթ լսեց, հարցրեց. «Նանա, իդ ինչ կսես»։ Պարապ դարձավ նորեն անգամ ասեց. «Դավիթ, քո հայր մեռել է, ես է 7 տարի, Մսրամելիք իրա սուր քաշեց, եկավ քո հոր տեղրանք զավթեց, տիրեց»։ Դավիթ որ լսեց պարվուց այդ բաներ, դարձավ եկավ տուն. «Օրեղբայր, այսպես բան կեղնի, իմ հայր մահացավ ու Մսրամելիք քաշել է իր սուր, իմ հոր լավ տեղրանք զապթեր է։ Օրեղբայր, հայր չունեմ, ինձի հայրություն արա, եկո առավոտուն երթանք իմ հոր լավ տեղեր ցուցու ինձիք»։ Առավոտուն ընկան ճամփախ։ 2 օր 3 օր հետո հասան տեղ։ Մսրամելիք բադան էր քաշել, բոլոր զապթել էր։
Դավիթին էլ հանգստություն կգա, չգյար կմռմռա, ինքն իրանք բարգանակ ասե, ինչու իմ հոր տեղերը սենց անտեր կմնան, ինքն իրան կոլրտի էտ տեղեր, շատ ոլրտան մինչև կես գիշեր ոլրտան, թատրան, բեզարան։ Ձենովոհան դարձավ Դավիթին ասեց, Դավիթ, քիչ պարկենք հանգստանանք, պարկան։ Դավիթին հեչքուն կիկա, Դավիթ կբարձացու գլուխ չի քնի, Ձենովոհան քնել է, մի անգամ լե գլուխ բարձրացուց տեսա, որ մեկ տեղ լուս կբուխա, երկնքուց կիչնի կելի, Դավիթ միտք կենե, հորեղբոր հիշերցնեմ, պտի ասե ինչ վախկոտ է Դավիթ ընձիկ հիշերցուց, չի հիշերցուց, իրան անթարու փեշ հորեղբոր տակներ, հանեց չախուն կտրեց ու ընկավ գնաց դեպի լուսը, եկավ կանավ լուսի վրեն, իշած տեսա, որ մարմար քար բացվե իրարուց, երկնքից լուս կբուխա, կիկա ու կելլա։ Դավիթ դարձավ էդ տեղից, եկավ կայնավ հորեղբոր վրա ասեց, հորեղբար, Էլիր ու տես մարմար քար բացվի իրարուց, երկնուց լուս բուխա, կիչնե, կելլե։ Հորեղբար հիշերցավ, ելան գնացին էդ լուսու վրեն կայնան, վերուց Դավիթ ասաց հորեղբար, հայր չունեմ հայրություն արա, հորեղբար, քեզնե ինչ կուզեմ, հորեղբար, քեզնե կուզեմ, հավաքիս 300 ուստամարդիկ, հավաքիս 500 բանվոր մարդիկ, երկու շաբթի քամեստեղ, երկու շաբթի վանք շիքենք, շաբաթօր մեջ պատարակ ենենք։ Ձենովոհան դարձավ եկավ տուն, հավաքեց 300 ուստամարդիկ, հավաքեց 500 բանվոր մարդիկ, հավաքեց, երկու շաբթի տարավ ենտեղ, երկու շաբթի վանք շինեցին պրծան, շաբաթօր Դավիթ պատարակ արեց։ Հավաքեց 40 վարդապետ, 40 տերտեր, հավաքեց 40 սարկավակ, 40 տիրացու, հավաքեց 40 հատ լևանքի պահապան, հավաքեց տարավ, վանքի մեջ դրավ։ Ետնք թեղվանք տիրապետին, Դավիթն ու Ձենովոհան դարձան եկան Սասուն։ Խաբար առնենք վիրն է, խաբար առնենք Մսրամելիքեն։ Մսրամելիք խաբար առեց, որ իրան Սասունա հողի մեջ եկած են վանք են շիքած։ Ահա, սեց, ենոնք ինձի չեն ճանաչի, օղտատարի և մհեր մահացեր է, ես Սեդոնցից վերքի չեմ առեր։ Մսրամելիք բարկացավ, ուզեց օղտը տարվա վերքին հավաքել, օղտը տարվա վերքին ինչ է, օղտը տարվա վերքին, 40 թավաբեր ոսկի, 40 պետ մարդեր թավաբարնան, 40 մանր կնիկ նստեն երգան կաղան, 40 հատկուս աղջիկ արմաղան, կանչեց իրան մարդերուն թուղթ տվեց, պետք երթակ Սասունամհերի օղտը տարվա վերքին բերեք։ Ենտեղ գտան Ձենովոհանին, Դավիթ ենտեղ չէր, իրա քուրակը հեծած մանքի կար, նամակ տվեցին Ձենովոհանին, կարդաց, հոժարեցավ տալու, քանի որ ինքը Մսրամելիքի ձեռած տակ կապրեր։ Հավաքեց 40 հատ աղջիկներ, տարավ լցեց խարաբամարակներ, հավաքեց 40 կարճ կնիկներ, տարավ լցեց խարաբամարակներ, հավաքեց 40 պետ մարդեր, տարավ լցեց խարաբամարակներ։ Ձենովոհան գնաց, բացեց ոսկու ամբար ու առավ ոսկին կոտերով չափել։ Դառնանք Դավիթի վրեն։ Դավիթ հեծեր էր քուրակ, ենոր պարապի կորեկի արդ կտրորեր, այսօր լե հեծեր էր քուրակ, պարապի շահգամի արդ կտրորեր։ Պարապ հեր սոտավ, գնաց շահգամի արդ Դավիթի մոտ, հա, կարած պատանք։ Ենոր կորեկի արդ տրորեցիր, այսօր լե իմ մնացած շահգամի արդ կտրորես։ Աստծու տակին մի հատ աղջիկ ունեմ են լեսօր Ձենովոհան եկավ տարավ Մսրամելիքին վերքու տեղ։ Նա, ինչ կսիս,
Կասեմ, որ Ցենովոհան եկավ, իմ մեկ ու ճար աղջիկ տարավ Մսրամ Էլիքին վերկուտեղ, չես հավատա, գնային խարաբամարակ աղջիկներ տես։ Դավիթ ենտեղից իջավ ծիուց, հեր Սոտմանի եկավ դեպ խարաբամարակ, դուր փակուկ էր զարկես, դուր կոտրեց աղջիկներուն ու կնկտոց ասաց, գնացեք, ամեն մարդ իրան տները թողերթա։ Ենտեղ եկավ հարցնելով, թե ուր է իմ հորեղբայր Ցենովոհան, ասացին, թե Ցենովոհան մտեր ամբար ոսկին կչապ է։ Գնաց ամբար տեսավ, որ հորեղբայր քերտներ է, ասաց հորեղբայր, դուր քիչլե ես չապեմ, դու բեզրեր ես։ Առավ կոտ հորեղբոր ձեռնեն բերանեն է ցածր որ բանցր, կլներ ոսկին որին վրեն կզարներ սիլաջախ, որի վրեն բանչեր մնար, կհամարեր մեկ, երկուս, Մսրամ Էլիքի ղրգած մարդիկ բարգացան ասին Ցենովոհան, տնասկենի մեզ ինչ է։ Դավիթ չկարաց համբերել, կոտորելով տվեց դրանց, որին գլուխ կոտրավ, որին քիթ բերան, շատ մարդել ահուցին թարսնա հեծան ու փախան։ Անդրանք խաբար թող տանեն Մսրամ Էլիքին, դառնանք Դավիթի վրեն։ Դավիթ մեկ քանի օր մնաց գեղտուն, Ցենովոհանիկին զուր սիրտ փոխվավ Դավիթի վրեն, ասեց, ինչպես եղնի, որ Դավիթ տեսնա զիմլեշ, ցանկանա ինձ հետ տեսնվել, կեցի գազամ երկու ջուր տակցնեմ, տնեմ կոմ։ Ջուր տակցրեց, բերավ կոմ, կանչեց Դավիթին, Դավիթ, արի իմ գլխու վրա ջուր լից, ես լող կնամ։ Դավիթ վերուց ասաց, Տեր Աստված, ես կերթամ իմ հորեղբոր կնոջ վրեն կլեցեմ։ Են հանեց իր շորեր, Դավիթ կապեց իր աչքեր, գնաց ջուր լեցնել հորեղբոր կնոջ վրեն։ Դավիթ չիշե է իր լեշուն։ Հորեղբոր կին ետ իշեց, տեսավ Դավիթի աչքեր կապուկ են, ելավ է տեղեն, ուրեմն ինձի չի հավնի, հեր Սոտմանի գնաց տուն ծամեր խառնած։ Դավիթ ելավ գնաց պարվուտուն։ Մեկի անցկացավ, Ցենովոհան եկավ տուն, կնկան տեսավ, որ իրան նիատ կախուկ էր, հարցրեց, ինչ է եղեք քեզ կին։ Վերցուց ենուկնիկ ասաց, ես գիտեր, որ Դավիթ ինձի զավակ էր բերե, չեմ գիտեր ինձի մարդ ես բերե, իմ վրա կանգնեցրել։ Կնիկ ասաց, Դավիթ այդպես չենի, չէ, այդպես ենեց։ Հավատացուց Ցենովոհանին, Ցենովոհան իրկուն ելավ թուր խային փակեց, Դավիթ եկավ թուր զարկավ թուր փագուկ երսեց, հորեղբար, էլի թուր բացի կամ ներս։ Ցենովոհան ասաց, գնա, ուր որ սովորել ես հենտեղ գնա, չեմ թողնե գաս էստեղ։ Դավիթ կռահեց ինչ եղեներ, վերուց ասեց, հորեղբար, կարող եմ զարնեմ կոտրեմ ստուր, ձեզ էլ սպանել, բայց ինչ ենեմ, որ դու վատ կնգա խապած ես։ Թողեց գնաց պարվուտուն, պարկավ մինչև լուս։ Լուսուն եկավ էլի թրան վրա դուրելի փակուկ երսեց, հայր չունեմ հորեղբար, էլի դուր բաց առներս, ինձի հայրութուն արա, ինձի մի հերսոցրու, կարամենեմ շանս սատակ, դու վատ կնգա խապած ես։ Դարձավ էլի գնաց պարվուտուն, պարգավ։ Լուսուն ելավ եկավ դրան վրա ասաց, հորեղբար, դուր բաց ինձ հայրութուն արա, նորեն հորեղբոր սիրտ բացվեց Դավիթի վրա, առավ ներս։ Թող այդպես մնա Դավիթ, հիմի մենք կդառնանք Մսրամ Էլիքի վրա։ Մսրամ Էլիք հավաքեց 300 քաջ մարդիկ, գնացեք ասաց, Ենտեղ որ վանք են շիներ, կանտեցեք, առեք եկեք։ Էլանեկան հասան մարութկա վանքին, ենոր վանքի պահապաններ ենտեղ չեղած է։ Սպաննեցին 40 հատ վարդապետ, սպաննեցին 40 հատ տերտեր, սպաննեցին 40 հատ սարկավակ, սպաննեցին 41 տիրացու պակաս, էդ մեկն ենտեղ են փախավ ու ազատվավ Դավիթի գեղ։ Ասաց Դավիթ որտեղ է,
ասաց Դավիթ պարվուտան կերուխում կենե։ Գնաց պարվու դրան վրա ասաց Դավիթ որտեղ ես, ափսոս էր հազար ափսոս, սպանեցին 40 հատ վարդապետ, ոսկի գավազան էր ձերք, ժողովրդին քարոզ էր կիտան, ափսոս էր հազար ափսոս, սպանեցին 40 հատ տերտեր, ոսկի սկին էր ձերք, ժողովրդին մասն էր կիտան։ Հմալ խոսած Դավիթ շիտակ չհասկացավ, խմած էր, ասաց «Երեք վանքին խունգ է, մոմ է, ճրագլուս է, պակաս, տվեք թող տանի»։ Էլի տիրացուն դարձավ ասեց «Դավիթ, բան պակաս չէ, Մսրամելիքի մարդեր եկան ջարդեցին վարդապետներ, տերտերներ, սարկավակներ, տիրացուներ, վանք կողոպտեցին գնացին»։ Դավիթ թողեց գինին, դուրս ընկավ առանց բանի ձեռք զարկեց մեծ ծառիմը, հանեց քոքից, վերցուց գնաց։ Են դրանք 3 օր են գնացած են, Դավիթ 2 սահատվա մեջ գնաց, են դոնց բռնեց, ջարդեց, բոլորին սպանեց, մեկ մեծին թողեց սաղ, բռնեց քակեցակ, ռեք շարեց ճակատ, ասաց «Դե ել գնա, քու տիրոջ խաբար տար»։ Էդ մարդ ճամփա ընկավ գնաց, եկավ մոտեցավ Մսրամ։ Մսրամ էլիք դրեց դուրբինը աչից, իշեց որ մեկը կիգա առաջ, խնդանելով կիգա, են չգիտե ագրեք շարուկ է ճակատ, էդ մարդ հասավ մոտեցավ Մսրամ էլիքին, Ինչ խաբար, հա, չես գիտեր ինչ խաբար, սասունաշներ են կծան, զարկեցին հանեցին մեր հոգին, զարկեցին հանեցին մեր հոգին, հերսոտավ Մսրամելիք, ինքն իրան գնաց, եկավ հրաման տվեց, էլեք հավաքեցեք 15 տարեկանից 100,000, հավաքեցեք 20 տարեկանից 100,000, հավաքեցեք 30 տարեկանից 100,000, հավաքեցեք 40 տարեկանից 100,000, հավաքեցեք 50 տարեկանից 100,000, հավաքեցեք մինչև 20 տարեկան 300,000, Էլեք խաբար տարեք սասուն ձենովոհանին, պատերազմ կուզե, թե մեր օխտը տարվա վերքին կիտա։ Գնացին խաբար տարան ձենովոհանին ասեցին, կռիվ կենես, թե մեր օխտը տարվան վերքին կիտաս, ձենովոհան ասեց, կեցեք, համբերեցեք, Երթամ հարցնեմ մեր Դավիթին կռիվ են է, վերքիտա են է։ Գնաց ձենով օհան Դավիթի մոտ, ինչ կսիս Դավիթ, Մսրամելիք խաբար է ճամփե, կռիվ կուզե յա օխտը տարվան վերքին, ինչ կուզիս, ըսա պատասխան տամ։ Դավիթ վերուց ձենով օհանին ասեց, գնաս է, 10 նավուր սորա ես իրենց հետ կռիվ կենեմ, վերքի չեմ իտա։ Գնաց ձենովոհան ընդոնց ասաց, մեր տեր Դավիթ 10 նավուր վրա կիկա, կռիվ կենե, չիտա վերքին։ 10 օրը թմումավ, Դավիթն է, գողտուկ ելավ, հեցավ դևեցներու քուրակը, պտի երթա կռիվ, ձին հեցավ դուրս ընկավ, նանան կռահեր էր, թե Դավիթ կերթա դևեցներու քուրակ հեցած կռիվ, նանեն ասաց Դավիթին, վախ, իմ աչքեր կորնա Դավիթ, դևեցներու քուրակով կերթաս կռիվ, Գողտուկ գնաց, Դավիթի ճամփու վրա մի փոս խանդակ տեղը կանգնավ, Դավիթ եկավ տեսավ պարապին ասաց, նա, էստեղ եկե ինչ կենես, Դավիթ, գլխուտ արևուտ մատաղ, դու ուր կերթաս, Մսրամելիքի հետ կերթամի կռիվ ասաց, կամ Աստված ընձի իտա, կամ նրան իտա, թայու գլխուտ արևուտ մատաղ, Ես քուրկով երթաս կռիվենիս, պատերազմենիս հաղթես Մսրամելիքին, հապանանա, ինչով երթամ ես կռիվ, քու հայրն ուներ քուրիկ ջալալին իրան թամփ, պող պտեգյամ, սատաֆես զգ սուզինաթի վերաթամբին, քու հայր ուներ կայծակեթուր, քու հայր ուներ թագնի վերագլխուն, խաչ պատերազմինի վերաաչ թևին, քու հայր կվերցներ, կհակներ նորեն կերթար կռիվ, կհաղթեր, քու հայր է սոխտը տարի է մեռել է, ձենովոհան Մսրամելիքի ահուց պահել է, սոխտը տարի է քուրիկ ջալալիք դուրս չելեր է,
Շատ լավ կսես նանա, շատ լավ, ու ձիու գլուխ թողեց ու դարձավ եկավ, Ցենովոհան կայնուկեր դուր, Դավիթ իջավ ձիուց բռնեց Ցենովոհանին երկու ձեռով թափ տվեց նրան, Դավիթ, ինչ է ծռար, ինչ կսիս, Եղբայր ասեց Դավիթ, որտեղ է իմ հոր քուրիկ Ջալալին, իրան թամբ, պողպոտեքյամ, սատաֆես զքսու զինաթի վերաթամբին, որտեղ է իմ հոր կայծակեթուր, որտեղ է իմ հոր թագնի վերագլխուն, խաչ պատերազմինի վերա աչ թևին, որտեղ է հոր եղբայր, հանտուր, թե չէ, հիմա կզարգեմ կսպանեմ քեզ։ Ցենովոհան վախեցավ ասեց քուրիկ Ջալալիկ ահա կոմի մեջ պատիշարուկ ենոր եմ ուտելիք երթիկից կիտանք քո հայր օխտը տարի է մահացել է կայծակեթուր հանի կպրեկարած թրուկ Դավիթ իշկեց 4 կողմ պատ է դուր չկա զարկեց պատը բացեց իրարուց տեսավ քուրիկ Ջալալին կապուկ էր հոդիկ Մոտեցավ ձեր զարկեց քուրիկ Ջալալիկի պարեկի վրա, քուրիկ Ջալալիկ հերսոտավ մեկ քացիմ տվեց Դավիթին, Դավիթ այդպես սխմկվավ պատին, ուր լաց եղավ։ Դավիթ լաց եղավ ասեց քուրիկ Ջալալիկին, ես մտածմունք ուներ քուրիկ Ջալալիկ, դու ինձի պտի ես կռվուց ազատեր, ոչ թե ինձի զարգեր։ Աստծու հրամանքով քուրիկ Ջալալիկ ելավ լեզու Ինչպես քզիկ ես կռվուց ազատեմ, Գիշես իմ հալ, իմ գուն ինչպես է, Քո հերը մահացել է, անիրավ քո եղբայր, ինձի ես օխտ տարի բանդարի մեջ է ձգեր։ Նորեն անգամ Դավիթ լալով զղջաց, հասավ, գրկեց քուրիկ Ջալալին, ճակատ պաքեց, քաշեց դուրս, առավ 2-3 նուկի սապոն տարավ նանայի մոտ ասաց, նանա, 2-3 ղազանջուր տակցուս քուրիկ Ջալալիկին լվաս։ Քուրիկ Ջալալիկի վրան թիզմը կեղտեր բռնե, նանան քուրիկ Ջալալիկին լված։ Դառնանք Դավթին։ Դավիթ եկավ Ցենովոհանի մոտ, ուր է խաչ պատերազմին։ Էնտեղ թրուկ է սնդուկ, օխտը տարի թրուկ է սնդուկ, մարդ չի գնացե մոտի, գնա, 3 անգամ ծունր տիր աղոտ քարա, թե քո հորպես արժանի ես իրան դուր կբացվի, խաչ պատերազմին իրան կթռնա կիչնի քո թևի վրա։ Դավիթն էր, գնաց սնդուկի տուն, 3 անգամ ծունր դրեց աղոտ քերեց, Աստծու հրամանքով, իրան դուր բացվավ, խաչ պատերազմին իրան թռավ նստեց Դավիթի աչ թևի վրա։ Նորեն անգամ Դավիթ Ցենովոհանից հարցրեց, ուր է կայծակի թուր։ Բերեցին կայծակեթուր դրեցին հոդի, բերեցին հայրիկ համարն ի վերամեջքին, բերեցին թագն ի վերագլխուն։ Դավիթ պստիկ էր, օխտը տարեկան էր։ Բերեցին թագն, գլխին դրեցին, իրան հայր պետ մարդ էր, հատը չկեր, բերեցին 40 լիտր բամբակ թագն դրեցին ու նորեն Դավիթ դրավ գլուխ։ Քամարն է, Դավիթի պարեկ պստիկ էր, 40 փաթ եկավ, բերեցին կայծակեթուր վրեն կապեցին, իրան հորը չոքերն կհասներ, Դավիթ պստիկ էր, գետնի վրա քաշ կգնար։ Բերեցինս քուրիկ Ջալալիկ թամպեցին, պատրաստեցին, Դավիթն հեծավ քուրիկ Ջալալին։ Գեղի մարդիկ հավաքված են ենտեղ, թամաշակ են կնիկ ու ճիժ ու մարդիկ, Դավիթ վերուծով քույրեր, ինձի քուրություն է կարե, մնացեք բարով, ես կերթամ պատերազմի, ով հայր մայրեր, դուք ինձի հայր մայր եք եղե, մնացեք բարով, ես կերթամ պատերազմի, Ցենովոհան վերուց, Ափսոս, հազար ափսոս, գնաց քուրիկ Ջալալիկ Սասունա, ափսոս, հազար ափսոս, գնաց կայծակեթուրն Սասունա, ափսոս, հազար ափսոս, գնաց պողպտեքյամն Սասունա, ափսոս, հազար ափսոս, գնաց սատաֆետամբն Սասունա, ափսոս, հազար ափսոս, գնաց սատաֆեզակ սուզինած Սասունա,
Ափսոս, հազար ափսոս, գնաց թագնի վերագլխուն Սասունա, ափսոս, հազար ափսոս, գնաց իրան կոշիկն եզան կաշին Սասունա, քիչմ կանգնավ նորեն վերուց, ափսոս, հազար ափսոս, գնաց թլոլ Դավիթ Սասունա, Դավիթ բարկացավ ասեց, լավ էր, ինձիլ է ափսոսացիր, թե չէ թրով քո վիս պիտի կտրեր։ Իրան արախչին վերուց գլխից ըսած, մնացեք բարով, բոլոր դրացիք, հաստատ մնացեք, բարով ես կերթամ պատերազմի։ Գեղացիկ բոլոր մարդիկ, կնիկ ճժեր ասացին, գնում ես, Դավիթ, գնա, Տեր Աստված քեզ հետ եղնի, հաջողակ եղնիս։ Դավիթ ենտեղեն քուրիկ ջալալիքի գլուխ թողեց, գեղից դուրս ելավ։ Ձենով օհան մոռացել էր, կանգնեցուց ասաց, երկու օսյատ ունեմ Դավիթ։ Դավիթ պահեց ձիու գլուխ, ձենով օհան գնաց հասավ, Դավիթ ասեց, քո հայր կերթեր պատերազմի, ճամփին կաթնով գունով աղբուր կար կերթեր ենտեղ կիչներ քուրիկ ջալալիկից, կքաշեր որ աղբուրին, լվաներս քուրիկ ջալալիկին, ինքն էլ կաթնով գունով աղբուրի վրա կլվացվեր, ջուր խմեր, հաց կուտեր ենտեղ, հետո իրան տեղ շիքեր քուրիկ ջալալիկի 4 ոտած մեջ, հանգստություն կառներ, նորեն կերթեր կրվու, մեկ օսյատն լե քո հայր, Սասունա սահմանին հասներ, մի պողպտեսուն կար, կխաներ կայծակեթուր զարներ, թե կտրեր կանցներ, կերթեր, Տեր Աստված քո հետ ելնի։ Դավիթ լե քուրիկ ջալալիկի գլուխ թողեց գնաց, հասավ կատնով գունով աղբուրին, քուրիկ ջալալիկ չոքեր զարգեց գեդնին կայնավ, համա Դավիթ հերսոդավ, բարգացավ, ինչ շուտ դադրար, բեզրար, երկու սահատվան ճամփով, զարկեց երկու զանգուն, քուրիկ ջալալիկի երկու կողն էլ կոտրավ, Աստծու հրամանքով քուրիկ ջալալիկ ելավ լեզու ասաց, հա Դավիթ, ինչ շուտ մոռացար քու հորող պորոսյատ, Հիմա կարող եմ քեզ հանել երգինք քցելցած, փշուր անել։ Դավիթ մեղա եկավ զղջաց, իջավ կատնով գունով աղբուրի մոտ, լվածս քուրիկ ջալալիկ ինքն լե լվացվավ, հաց կերավ, ջուր խմավ, իրան տեղ շիքեց քուրիկ ջալալիկի 4 ոտած մեջ, հանգստացավ։ 3-4 սահատ քնավ, հեշարացավ, ելավ Աստծու հրամանքով իրան հոր չափ կանավ էդ կատնով գունով աղբուրից, վերուց 40 լիտր բամբակ հանեց, թագն հազիվ եկավ գլխուն, քամարն կապեց իրան մեջքին, հազիվ եկավ, կայծակեթուր կապեց, հազիվ չոքին հասավ, պետացավ, կանավ իրան հայրի չափ, ելավ հեծավ քուրիկ ջալալիկ, ընկավ ճամբախ ու գնաց անցավ Սասունա լեռներից, Սասունա սահմանից, տեսավ պողպտեսուն, մհերն էր դրե, քուրիկ ջալալիկից իջավ, Դավիթ իրան կայծակեթուր թալեց, կտրեց, վրեն կայնուկ մնաց, Դավիթ գիծավ չի կտրեր էր, ինքն իրան տխրավ, ինքն իրան անիծեց, աչքեր դու կուրաներ, ես չտեսներ զատ բան, ձեռներ դու թուլաներ, ես չտեսներ զատ բան, ասելուն, Աստծու հրամանքով աչքեր կուրցավ, ձեռքեր թուլցավ, մտամոլոր կայնուկ մնաց ենտեղ, ապա մրմուր սրտով մոտեցավ սունին, տեսավ սուն կտրեր էր ասած, փառք փարարած Աստված, զատ բան տեսա, աչքեր դու զվարթ լինես, պայծառ լինես, դու տեսար զատ բան, ձեռներ դու զվարթ լինես, աջողակ լինես, դու երիր զատ բան, ասելուն Աստծու հրամանքով աչքեր լուսցավ, ձեռներ պնդեցավ, Դավիթ շատ ուրախացավ, հեծավ իր ձին ընկավ ճամբախ, 2-3 օր քշեց, Դավիթ կայնավ տեսավ դուզ ովամ էր, բոլոր չադրներ զարգած էր,
տեսավ, ախմ քաշեց, Դավիթ ախ քաշեց, ասեց, ով Տեր Աստված, ես գել լինեմ, դրանք գառ լինեն, ես չեմ կարող հաղթել, դրանք բամբակ լինեն, ես կրակ լինեմ, ես չեմ կարող երել, ով Տեր Աստված, դրանք խոտ լինեն, ես գերանտի լինեմ, ես չեմ կարող քաղել, Դավիթ այդ վախի մեջն էր, Աստծու հրամանքով քուրիկ ջալալիկ ելավ լեզու, Դավիթ, ինչու հետքան վախեցար, ինչքան քու կայծակ է թուր ջարդե, ենքան իմ պոչի մազեր կջարդե, ինչքան քու կայծակ է թուր ջարդե, ենքան իմ շունչն առնե կջարդե, որ շնչամ, երթամ ու գամ, քանց քու կայծակ է թուր կջարդեմ, ինչքան քու կայծակ է թուր ջարդե, ենքան իմ ոտներու տակ կջարդվի։ Դավիթ սիրտ առավ, ուրախացավ, Դավիթ քուրիկ ջալալիկի գլուխ բաց թողեց, գնաց չադրների վերի գլուխ կայնեց, կանչեց, բոռաց ասեց, ով որ քնած է, շուտով թող զարթնի, ով որ հեշար է, շուտով պատրաստ կենա, չասեն Դավիթ գող եկավ, գող գնաց։ Դավիթը քուրիկ ջալալիկի գլուխ թողեց չադրների մեջ, գնացեն գլուխ, եկավեց գլուխ, 3-4 անգամ գնաց եկավ, արունելով, վերուց չանդակներ ու գնաց։ Մեկ սաքսան տարեկան պարավ մարդ ասաց, եկեք, երթանք խնդիր մենենք, որ մեզի չկոտորե։ Արախչին հանեց առաջ ընկավ, նրա ետևից մարդիկ խոնարհությամբ եկան, Դավիթ քուրիկ ջալալիկի գլուխ քաշեց, կանգնեցրեց, ասաց, ինչ է, ինչ կսեք, ինչի եկաք իմ մոտ։ Վերուց այդ պարավ մարդ ասեց, Դավիթ, գլխուտ արևիտ մեռնեմ, ինչի կջարդես մեզի մեծ ու պստիկ, մինուճար մարդերիս, մենք կռիվ չենք ուզում, մենք մեղք չունենք, Մսրա մելիք մեզի զորով է բերի, կուզես քո դուշման, այն կանաչ չադրի տակ է, գնային օր հետ կրվի, կամ Աստված քեզի տա, կամ ընդուրի տա։ Դավիթ խղճաց, շատ լավ ասեց, ինչու է դրանց մեղած տակ ընկնեմ, երթամ իրան հետ կրվեմ, կամ Աստված ինձի տա, կամ ընդրան, ասեց ու քշեց։ Դավիթս քուրիկ ջալալիկ քշեց, եկավ Մսրամելիքի չադրի դռան վրա կանգնեց, ձեն տվեց, ուր է Մսրամելիք, ես եկել եմ, թող դուրս գա, թե գրող չունե գրող եմ բերե, թե մայ չունե մայ եմ բերե, քնած է ասին, շուտով հեշրցրեք։ Մսրամելիք 3 օր կքներ, որ իրան քուն կառներ, բերեցին շամփուրներ, դրեցին կրակի մեջ, լավ քուրալամի շենեցին, տարան դրեցին ոտքերուն, Մսրամելիք հեշրցավ, շիտկվավ ասեց, այ դուք անպիտաններ, այսօր իմ տեղ լավ չեք շիքած, ինձի լույ է գծում։ Մսրամելիք էլի քնավ, գոթնի ձևիչ լավ քուրալամի շենեցին, տարան դրեցին իրան ճլերուն մեջ, այ դու անպիտաններ, այսօր ինչու իմ տեղ լավ չշիքեցիք։ Դավիթ ենտեղ էլի ձենեց, այ դու անպիտան, էլի, թե գրող չունես գրող եմ բերե, թե մայ չունես մայ եմ բերե։ Մսրամելիք հասկացավ, որ Դավիթն է եկեր էստեղ քաղցր ձենով ասեց, Դավիթ, դու եկեր ես, ձիհուցի չի, ուտինք, խմինք, նորեն ելնինք կրվինք։ Մսրամելիք առաջուց ինք մտածեր էր, թե Դավիթի գա էստեղ, խաբելութենով թալ է մեջ հորին, 40 գազական հորըմ փորեր էր, հորի բերնին մելիք խալի չեք թալեր էր։ Դավիթի չավ քուրիկ ջալալիկից, քուրիկ ջալալիկն իմաստուն էր, հերսոդավ ասաց, ինչու իմ վրավեն կիչնաց, խռովավ փախավ գնաց Սասունա սարեր կանավ։
Դավիթ որ ոտք դրեց չադրի մեջ, խալի վրեն, գնաց 40 գազական հորու մեջ։ Մսրամելիք ուրախ բորած ասեց. Դավիթ, Դավիթ ասեց, դու եկիր էր իմ հետ կռիվ կեներ, գնա քու տեղ, քու ասկրներ եղնի հոցերուն, գազաններուն բաժին, եղնես էդտեղ շանս սատակ։ Դավիթն է, մնաց էդտեղ հորու մեջ։ Ձենովոհան գիշեր քնած էր, երաս տեսավ սասունաստղ խավարեր էր, մսրաստղ պայծառ էր, կնիկ էլի ճրակ կպու տեսա, մսրաստղ պայծառ էր, սասունաստղ խավար, կնիկ հեշրցավ, կամարդ ինչ կսես, Դավիթ որտեղն է կերուխում կենե, դու գիտես Դավիթ քնացեր է կռիվ կենե, դու չես թողնի քնինք, կնիկ Դավիթի հետ խռովություն ուներ։ Նորեն անգամ Ձենովոհան քնավելի տեսավ սասունաստղ խավար, մսրաստղ պայծառ կերևա, կնիկ էլի ճրակ կպու, սասունաստղ խավար է, մսրաստղ պայծառ, կնիկ էլ ավսեց, կամարդ ինչ դիվադատար ենեցիր զմես, չթողեցիր քնենք։ Ձենովոհան քնավ տեսավ իշեց գուշ կենե, մսրաստղ կուկա, կուլ կիդա սասունաստղին, կնիկ էլի ճրակ կպու, մսրաստղ եկավ կուլ կիդա սասունաստղին, կնկան խոսալել չթողեց, կացով տվեց, կնիկն է ճնճմելով էլավ ճրակ կպուց։ Ելավ Ձենովոհան, հակավ իրան շորեր, իրան զենք կապեց գնաց, գոմու մեջ 300 ձիգ էր կապուկ, 300 ձիու մեջ են 3 ձի հրեղեն էր, մեկ սպիտակ, մեկ կարմիր, մեկ սև։ Ձենովոհան ծեր դրավ կարմիր ձիու պարեգին, ասեց, կարմիր ձի, ինչքան ժամանակ կհասուս ինձի Դավիթի կռվուն, կարմիր ձին է լավ լեզուսեց, մեկ սահատվան մեջ կհասում Դավիթի կռվուն, ասեց, ինչքան քեզի կերեմ տվի, քու կտեն ու բերնենիկա, գնաց սպիտակ ձիու պարեգին զարկեց ձերք, ինչքան ժամանակ սպիտակ ձի կհասուս ինձի Դավիթի կռվուն, քեզի կհասում կես սահատվան Դավիթի կռվուն, հարամ եղնի ենկեր, որ տվերեմ քեզի։ Գնաց ծեր զարկեց սև ձի ու պարեգին սև ձին իրան բանցրցավ, սև ձի, ինչքան ժամանակ ինձի կհասուս Դավիթի կռվուն, ենքան կարողանաս ինձի դուս քաշիս թամքիս, ոտք զարգիս զանգուն, մյուս զանգուն մինչև ոտ բերիս, ես կբանցրանամ, ըսքզի կտանեմ Դավիթի կռվուն։ Սև ձին բանցրցավ սարերով, որտեղ քուրիկ ջալալիկը խռովել կայնել էր, ենտեղ իջուց։ Ձենովոհան իջավ ձիուց, տեսավ քուրիկ ջալալիկը տեղ կա, Դավիթ չկա։ Ձենովոհան կռահեց, բորած ասաց. Դավիթ, որտեղ ես։ Կանչե, սուրբ մանաթուկ բանցր Աստվածածին, խաչ պատերազմին քու աջ թևին, ձայն գնաց, պատավ Դավիթի ականջ, 40 գազական հորու մեջ, Դավիթն էր, հիշավ խաչի զորություն, բորած սուրբ մանաթուկ բանցր Աստվածածին, խաչ պատերազմին իմ աջ թևին, ես որ ասեց, Աստծու հրամանքով զնջալներ կտոր եղան, թալեցին, ըստ Դավիթ տարան դրեցին, որտեղ որ քուրիկ ջալալիկ, Ձենովոհան կայնուկ էին, Ձենովոհան ասեց, Դավիթ, դու ուր ես եղի, ինչ կենիս, հորեղբար խապվա, էլ խապվելու բան չկա, գնատուն հանգիստ քնի ես կերթամ։ Քուրիկ ջալալիկ ռխկել էր, էստեն էնդեն կփախներ ձեր չերիկա, նորեն շվշվալով, լավելով բռնեցինս քուրիկ ջալալիկ, Դավիթն հեծավս քուրիկ ջալալիկ, Ձենովոհան գնաց տուն։ Դավիթ նորեն գնաց կանաչ չադրի վրեն, ուր է ասեց, ուր է մսրամելիք, են ժամանակ խապեց անձիկ, հիմա էլ խապելու բան չկա, հա Դավիթ ասեց, դու էլի եկար ստեղ, էլի ասեց, են ժամանակ խապեցիր, թալեցիր 40 գազական հորի մեջ, հիմա էլի պատերազմենք կամ Աստված քզի տա, կամ անձիկի տա, Դավիթ, արի ուտենք խմենք, կուզեր էլի խապեր,
մի կերպ բան մը Դավիթին էր, չէ ասեց, էլի պատերազմենք, Դավիթ, առաջին թերթը իմն է, չէ քունն է, դու մեծ ես, ասեց Դավիթ, առաջին թերթը թող քեզի եղնի, Մասրամելի քաշեց իրա խարափաչուծին դուրս, գնաց 4 սահատվան ճամփախ հեռացավ գուրզը ձեռքին ու այնտեղ են խարափաչու գլուխ թողեց, ձիու զորութենեն ու իրա գուրզի զորութենեն թոզ ու դուման ելավ, արեգական առաջ պատավ, եղավ մութ գիշերվան պես, այնտեղ են եկավ ու իրա գուրզ զարկ Դավիթին աստծու հրամանքով, հրեշտակ ձեր դեմ գիտեր, մութն էր բան չեր տեսնվի, Մսրամելիք փչեց Դավիթ, հող երեղի, հող դարձավ, թոզ ու դուման կբանցրանար, լույս կբացվեր, Դավիթ ասաց, Մսրամելիք, հալա ես աստեղ եմ, աստեղ, Մսրամելիք հերսոտավ, գնաց 6 սահատվան ճամփախ, դահահեռացավ, այնտեղ են խարափաչու գլուխ թողեց ու եկավ, ձիու զորութենեն ու իրա գուրզի զորութենեն թոզ ու դուման ելավ, արեգական առաջն առավ, խավարավ, իրա գուրզն էլի զարկավ Դավիթին, աստծու հրամանքով հրեշտակն էլի ձեր տվեց դեմ, Թոզ ու դուման վերացավ, լույս բացվավ, Մսրամելիք գոռաց Դավիթ, հող երեղի, հող դարձավ, Դավիթ ասեց, Մսրամելիք, հալա աստեղ եմ, աստեղ, Մսրամելիք հերսոտավ, թե ինչու իմ տրպտեղ չբերեց, դահայևելի 8 սահատվան ճամփախ հեռացավ, այնտեղ են թողեց խարափաչու գլուխ եկավ, էլի թոզ ու դուման ելավ, արեգական առաջ բռնեց, գիշերվան պես խավարավ, եկավ զարկեց իրա գուրզը, աստծու հրամանքով էլի հրեշտակ ձեր տվեց դեմ, Մսրամելիք նորեն փչեց, թոզ ու դուման վերացավ, լուսն բացվավ ասեց Դավիթ, հող երեղի, հող դարձավ, Դավիթ իրատեղ կայնուկ գոռաց, ես աստեղ եմ, դե արի, Մսրամելիք, թերթը եկավ ընձիկ, ասեց, քունն է Դավիթ, Մսրամելիք խեղճանալով, Դավիթ, մեկ խնդիր կինեմ քզնե, ինչ կսիս, ինչ է քու խնդիր, Դավիթ, ես կմտնամ 40 գազական հորու մեջ, Բերնեն 40 ձիթխացի քար, բերնին 40 գոմշու կաշի կտնին, իմ խնդիրի հետ է, Գնասեց, ինչ կենես են է, Մսրամելիք գնաց մտավ 40 գազական հորուն մեջ, բերեցին 40 ձիթխացի քար, բերեցին 40 գոմշու կաշին փռեցին հորու բերնի վրա, Դավիթն էր, Զիրան կայծագե թուր քաշեցնե, գնաց եկավ Զիրան կայծագե թուր պիտի թալեր, Մսրամելիքի մայրը հոդեր ելավ Դավիթի առաջ, Դավիթ, գլխուտ արևուտ մատաղ, դու իմ զավակ Դավիթն ես, ես 3 տարի քզի ծից եմ տվեմ, մեծացրել եմ, քուն եմ խրտացրել, արի ես դրբ ինձի բաշխե, են դրբ քզի բաշխեցի, Գնաց եկավ, իրան կայծագե թուր պիտի թալեր, Մսրամելիքի քուրն ելավ առաջ, Դավիթ, գլխուտ արևուտ մատաղ, քուր ու աղբեր ենք եղի, քզի շատ եմ պահեշալկ է, օլորտել եմ քզի, իտ դրբ ընցի բաշխե, ես դրբլե, քեզի կբաշխեմ, Գնաց եկավ Դավիթ, իրան կայծագե թուր ձեռքներ, Բդի զարգեր, Մսրամելիքի մերելավ առաջ, Դավիթ, իմ խնդիր լեկենեմ, չէ դու իմ տղազավակն ես, գնա, էլ խնդրելու բան չկա, մնաց մի դրբ, մի աստված, կարելի է վերու, կարելի է չի վերու, Դավիթն էր, կայնեց կանչեց սուրբ մարաթուկ, Բանցր աստվածացին, խաչ պատերազմին, իվերայի մաչթևին, իրան կայծագե թուրն թալեց, զարկեց 40 գոմշուկաշուն վրա, զարկեց 40 ձիթխացի քարուն վրա, աբա կայծակից էր նյութքն, գնաց առավ Մսրամելիքի գլխուն վրա, զարկեց ենեց երկու տապակ, գնաց հասավ անդունդք,
Մսրամելիք չգիտե դրբարել է, Դավիթի դրբետ պես ուժեղ էր, բորած Դավիթ, հալա ստեղ եմ, ես գիտեմ, որ դու տեղ ես, հալա մեկ քիչ քզի թափթուր, տեսնինք դու տեղ ես, Մսրամելիք որ զինք թափ տվեց, մեկ տապակեն կողմ ընկավ, մեկ տապակեն կողմ ընկավ, Դավիթ հաղթեց Մսրամելիքին։